Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հերթական նիստերից անմիջապես հետո հրավիրվել է ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում Գրանցվել է 63 պատգամավոր, քվորում ունենք։ Հարգելի գործընկերներ, քննարկում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացրած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Հիմնական զեկուցող քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան։ Համեցեք, պարոն Կոնջորյան։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս տարի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոնում Սպիտակ տանը նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, ստորագրվեց խաղաղության հռչակագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը գտնում է, որ ազգային ժողովը պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը եւ հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը եւ կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին ամրապնդելու եւ զարգացնելու հաստատված խաղաղությունը եւ ահա այս փաստի բերումով մենք առաջարկել ենք հրավիրել ազգային ժողովի նիստ եւ ընդունել այս հայտարարությունը եւ թույլ տվեք միանգամից սկսել կարդալ հայտարարությունը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, գիտակցելով միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչման հիման վրա բոլոր հարևանների հետ խաղաղ համակեցության նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, ընդգծելով խաղաղության հաստատման կարևորությունը Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հարատեվության համար, հենվելով անցյալի հակամարտությանը վերջ դնելու եւ ժողովուրդների միջև բարի դրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության գիտակցության վրա, աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագրին։ Ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը եւ ստորագրմանն ուղղված ջանքերը։ Կարևորում է ձեռք բերված համաձայնությունը առ այն, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային եւ ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Առանցքային է համարում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման (TRIP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Քաջալերում է անցյալի հակամարտությամբ չկանխորոշված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու 2025 թվականի օգոստոսի 8-ի հռչակագրով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մեկնարկած գործընթացը։
Վերահաստատում է, որ մարդկային անասենի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարի դրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված միջազգային սահմանների անկախտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Երախտագիտություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար։ Ընդգծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից եւ որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Եվ ամփոփելով կոչ է անում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող եւ կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից եւ գործողություններից հաստատված խաղաղության հարատեվությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար։ Շնորհակալություն, եթե լինեն հարցեր, ես սիրով կպատասխանեմ։ Ժամանակը ավարտվեց, դրա համար չեմ կարող շարունակել։ Եղամ Նազարյան, համեցեք։ Ես հայտարարության հետ կապված ունեմ առաջարկներ, բայց առաջարկները իհարկե կներկայացնեմ մինչև երկրորդ ընթերցում, ուղղակի մի հարց, Մի քիչ բարձր, պարոն Նազարյան։ ուրեմն ունեմ առաջարկներ հայտարարության հետ կապված, բայց առաջարկների մասին կամ ելույթով կասեմ, կամ գրավոր կներկայացնեմ, ուղղակի ուզում եմ մի հարց տալ ձեզ, որովհետև քիչ առաջ Հայաստան խմբակցությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ այս հայտարարությունը չի ապահովում հայ ժողովրդի կենսագործունեության նվազագույն պահանջները, ոչ թե հայտարարություն, այլ Վաշինգտոնյան Նվազագույնը ինչ է ներողություն։ կենսագործունեության նվազագույն պահանջները եւ բացի այդ, սա հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Ես ուզում եմ, որ դուք հիմնավորեք, թե ինչու է հակառակը եւ հետարքիրա դուք Վաշինգտոնյան համաձայնագրերում ինչ նվաստացուցիչ կետեր եք տեսնում կամ ձեր կարծիքով որն է այդ նվաստացուցիչ կետերը, որից մենք փորձենք դուրս գալ։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, հայ ժողովրդի, առաջին հերթին Հայաստանի ժողովրդի, ինչպես իրենք են նշում, կենսագործունեության, խաղաղ գոյության, բարգավաճման ամենագլխավոր նախապայմանը խաղաղությունն է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ապրելու սեփական հայրենիքում, արարելու սեփական հայրենիքում, զերծ լինելու կոնֆլիկտից, կոնֆլիկտի վախից, անընդհատ ապրելու պատերազմի վախի պայմանների մեջ, հնարավորություն ունենալու տնտեսական զարգացման, հնարավորություն ունենալու բաց սահմաններով հարևանների հետ խաղաղ գոյակցության, հնարավորություն ունենալով ճամփորդելու, հնարավորություն ունենալով բացելու խաղաղ ուրեմն համակեցության դարաշրջան Հայաստանի ժողովրդի եւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։ Սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի գլխավոր շահն է։ Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ Հայաստանի պետության գլխավոր շահն է։ Այդ թե ինչու խաղաղությունը, այդ գլխավոր շահը չի համընկնում Հայաստան դաշինքի եւ խորհրդարանական ընդդիմության շահի հետ։ Այդ դա բոլորովին այլ հարց է, որի մասին խոսել ենք եւ ելի կխոսենք, իմ ժամանակը պարզապես ավարտվեց, եթե դուք արձագանք եք։ Արձագանք։ Պարզապես սա տեսպես մակերեսային հարց չի, սա շատ խորքային հարց է, որովհետև մենք իրոք ունենք մարդիկ, հայրենակիցներ, որոնք ասեմ զոհ գնալով կամ կուլ գնալով քարոզչությանը իրոք հավատում են եւ եթե մի հայ էլ հավատում է, որ այս ամեն ինչը Հայաստանը թուրքացնելու համար է, Հայաստանը չլինելու համար է,
ապա մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այնպես բացատրել եւ այնպես անել, որ այդ մեկ մարդն էլ չդառնա քարոզչության զոհ։ Հիմա այս պնդում է, որ այս հայտարարությունը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին, այն չի համապատասխանում իրավական, քաղաքական եւ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության էլի նվազագույն պահանջներին։ Հիմա ես խնդրում եմ դուք հիմնավորեք, թե այս հայտարարությունը իրավական առումով հակաիրավական է, թե իրավական։ Նկատի ունեք ազգային ժողովի հայտարարությունը։ Ազգային ժողովի հայտարարությունը ամբողջությամբ իրավական է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի չափանիշներին համապատասխան։ Սա մեկ։ Երկրորդը, ես բերեմ խաղաղության գլխավոր փաստարկը։ Հայաստանի Հանրապետությունում Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին 1 տարի 7 ամսվա ընթացքում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից։ 1 տարի 7 ամսվա ընթացքում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից։ Սա խաղաղության ամենամեծ կռվանն է։ Ես կարող եմ այստեղ վերջակետ դնել ու այլ ոչ մի հիմնավորում չասել։ Եթե որևէ մեկի համար այն փաստը, որ 1 տարի 7 ամիս որևէ զինվոր մարտական պայմաններում չի զոհվել, դա հակառակորդի կրակոցից եւ դա նրանք չեն համարում խաղաղություն, ուրեմն պետք է ընդհանրապես մտածել, այս մարդկանց իրական շահը ո՞րն է, այսինքն այդ մարդկանց իրական շահը այն պիտի լիներ, որ զինվորներ զոհվեին, որպեսզի կարողանային զինվորների զոհվելը, որպեսզի կոնֆլիկտը կարողանային օգտագործել Հայաստանի Հանրապետությունը բանի տակ պահելու, այդ թոկը վզին պահած պահելու տրամաբանությունը շարունակել։ Ես ասում եմ, խաղաղության ամենագլխավոր կռվանն ու փաստարկը սա է, վերջին 1 տարի 7 ամսում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից։ Վերջ, այստեղ կարելի է վերջակետ դնել։ Եվ մեր խնդիրն է նա, որ այդ 1 տարի 7 ամիսը դարձնել 17 տարի, 50 տարի, 100 տարի։ Հովիկ Աղազարյան։ Շնորհակալություն, պարոն Կոնջարյան, երկու հարց ունեմ։ Առաջինը խնդրում եմ բացատրեք, թե ինչով է պայմանավորված այս հայտարարության ընդունման անհրաժեշտությունը, եւ երկրորդ հարցս ձևակերպելու համար կարդամ 3-րդ կետից հայտարարության մի փոքրիկ հատված։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությանը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Խնդրում եմ բացատրեք, փոխադարձ առավելություններ ասելով մենք ինչ նկատի ունենք, փոխադարձ առավելություններ այդ հատվածի վրա, որով տրվելու է անխոչնդոտ ճանապարհ մեր հարևաններին, թե փոխադարձ առավելություններ հետագայում։ Ուրեմն հայտարարության ընդունման անհրաժեշտությունը ես հիմնավորման մեջ իմ խոսքի սկզբում ասացի եւ նաեւ հայտարարության տեքստը ազգային ժողովի կայքում հիմնավորումների մեջ կա։ Ես արդեն նշեցի, որ ծանրակշիռ փաստ է տեղի ունեցել եւ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Դա մի բան է, որը ամեն օր կամ ամեն տարի կամ նույնիսկ ամեն մի տասնամյակում չի, որ տեղի է ունենում։ Դա մի բան է, որի մասին երազել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տասնամյակներ շարունակ եւ դա հաստատված փաստ է։ Եվ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը որպես պարլամենտական երկրի պարլամենտ մենք կարևորել ենք, որպեսզի փաստաթղթավորված կերպով արձանագրի խաղաղության հաստատման փաստը եւ նաեւ կոչ անի թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս գտնվող շահագրգիռ կողմերին պահպանելու, պաշտպանելու եւ զարգացնելու համար ուրեմն խաղաղությունը։ Ձեր երկրորդ հարցին երևի ճիշտ կլինի պատասխանեմ արձագանքից հետո, որովհետեւ ժամանակը սպառվեց, չեմ հասցնի այդ ընթացքում։ Խնդրում եմ բացատրեք, թե ինչ է նշանակում այդ փոխադարձ առավելությունները։ Դա վերաբերվում է այդ հատվածին, որ մենք տալիս ենք մեր հարևաններին անխոչնդոտ միանալու համար իրենց երկու հատվածներին, թե հետագա մեր հաղորդակցությունների բացման հետ կապված։ Դա վերաբերվում է բոլոր այն ընթացակարգերին, ինչը որ կվերաբերվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակման արդյունքում տեղի ունեցող ուրեմն փոխառընչություններին։ Բոլոր ամեն ինչ, ինչը որ վերաբերելի է լինելու Ադրբեջանի համար, վերաբերելի է լինելու նաև Հայաստանի համար։ Ես ուզում եմ ասել, որ այսօր այդ անխոչնդոտ բառը շատերի մոտ տարբեր նաև բաներ է առաջացնում, ուրեմն զգացողություններ եւ շատ մանիպուլացվում է։ Մենք այսօր տարբեր երկրների հետ ունենք անխոչնդոտ հաղորդակցության վերաբերյալ նաև փաստաթղթեր։
Անխոչնդոտը չի նշանակում որևէ օրենսդրական կարգավորումից դուրս։ Անխոչնդոտ նշանակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, օրենսդրության, տարածքային ամբողջականության սահմաններում, բայց անխոչնդոտ այն տրամաբանության, որ մենք այսօր նաև այլ երկրների հետ ունենք անխոչնդոտ հաղորդակցություն։ Իսկ ինչ վերաբերում է փոխադարձ առավելությունների, նորից եմ ասում, այն ինչ որ վերաբերելի կլինի մեզ Ադրբեջանի համար Հայաստանի տարածքով անցնելու դեպքում, նույնը վերաբերելի կլինի մեզ համար Ադրբեջանի տարածքով մեր անցման դեպքում, երկկողմ տարանցիկ Հայաստան, Ադրբեջան տրամաբանության մեջ, այսինքն ամբողջությամբ իդենտիկ է լինելու փոխադարձ առավելությունը, ամբողջությամբ չի լինելու այնպիսի մի բան, որը որ վերաբերելի կլինի մեզ եւ վերաբերելի չի լինի Ադրբեջանին, կամ վերաբերելի կլինի Ադրբեջանին, որը վերաբերելի չի լինի մեզ, 100% հայելային լինելու այս ամբողջը։ Դավիթ Դանելյան։ Շնորհակալություն, պարոն Կոնջորյան, անկախության օրը ես տեղ խոշորացված համայնքում էի եւ դուք քաջատեղյակ եք, որ ես բազմաթիվ անգամներ եղել եմ այնտեղ կրակոցների եւ տարբեր ռազմական միջադեպերի ժամանակ եւ առաջին անգամ էր վերջի տարիներին, որ ես այնտեղ համայնքի ղեկավար եւ վարչական ղեկավարների հետ քննարկում ունեցա բացառապես կապիտալ ծախսերի հետ կապված կենցաղային կարևորագույն համայնքի համար նշանակություն ունեցող հարցերի եւ մենք չէինք խոսում կրակոցներից օգոստոսի 8-ից սկսած այդ ուղղություններով դուք գիտեք, որ երկար տևական ժամանակ կոնկրետ ժամին կրակոցներ էր սկսում այդ ուղղությամբ կոնկրետ ժամերին այդ կրակոցները օգոստոսի 8-ից հետո դադարել է եւ կուզենամ որ մենք եւ մեր գործընկերները մեր խոսակցության մեջ էլ բարբերաբար այդ անգամանքը նույնպես շեշտենք մենք շունեցիներս դրանով էլ ենք տեսնում որ օգոստոսի 8-ից հետո խաղաղություն է բայց դրա հետ զուգահեռ ես չեմ կարող պատկերացնել ինչով է պայմանավորված որ ընդդիմադիր մամուլը եւ նաեւ մեր գործընկերները փորձում են օգոստոսի 8-ի համաձայնագիրը կապել ամեն ինչի հետ բացի խաղաղության Խնդրեմ ձեր մեկնաբանությունից չէի ցանկանա կրկնվել, բայց կուզենամ այդ մասով մեկնաբանություն տաք ինչի հետ է կապված։ Որովհետև իմ համոզմամբ ընդդիմությունը շահագրգռված չէ խաղաղությամբ, որովհետև ընդդիմությունը կոնֆլիկտը դրել է Հայաստանի Հանրապետության հիմքում։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եւ իրենց կառավարման թիմերը Հայաստանի Հանրապետության պետականությունը ականապատել են կոնֆլիկտով։ Ականներ են դրել մեր պետության հիմքում, որ եթե հանկարծ Հայաստանի Հանրապետությունը մի քիչ աչանի, մի քիչ ձախանի, եթե ուզենա մի քիչ լինի ինքնուրույն, եթե ուզենա ինքնիշխան լինել, միանգամից այդ կոնֆլիկտը պայթելու էր եւ ամբողջությամբ ցրիվ էր տալու ու ջախջախելու էր մեր պետականությունը։ Սա է եղել են հայեցակարգը, որը որ Հայաստանի Հանրապետության 3 նախագահները իրենց քաղաքականությամբ դրել են Հայաստանի Հանրապետության հիմքերում, Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմքերում։ Եվ ի սկզբանե ճարտարապետությունը այնպիսին է եղել, որ հնարավորություն չտրվի, որ Հայաստանը որպես պետություն լինի կենսունակ։ Դրա համար, երբ որ մենք հիմա խոսում ենք նաև եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր համաժողովում 4 հանրապետության հռչակումը համարեց առաջիկա ռազմավարական անելիք, նաև ուղղակիորեն կապ ունի սրա հետ, բայց դուք արձագանքեք, ես կշարունակեմ։ Խնդրեմ, համեցեք արձագանք։ Որպես քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար առաջարկում եմ այն փուլից, երբ արդեն կոնկրետ կոմունիկացիաների վերաբերյալ քննարկումներ լինի Հայաստանի կառավարության եւ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների միջև, գուցե փակ ռեժիմով ազգային ժողովի քննարկում իրականացնենք, որպեսզի ավելորդ այդ տարատեսակ Չնայած երբեմն կարող ավելորդ չլինի, որ օբյեկտիվորեն անհանգստություն է մարդկանց մոտ, որպեսզի գոնե պարլամենտը ներկայացնող մարդիկ, падգամավորներ նաև ավելի մանրակրկիտ իմանան ինչա տեղի ունենում ու այդ թեման փակենք անցնենք հենց կոմունիկացիաների ճիշտ ձևավորման եւ շարունակական այդ ամեն ինչը պահելու աշխատանքներով։ Շնորհակալություն, միանշանակ մենք դա կանենք, բայց ինչ որ վերաբերվում է անդիմության պահվածքին, տեսեք, անդիմությունը ինքը մշտապես փախչում է ուղիղ բանավեճից, ուղիղ խոսակցությունից։ Հենց հիմա իրենց բացակայությունը այստեղ ինչի մասին է խոսում, որ իրենք չունեն փաստարկ։ Փաստարկ չունեն, կռվան չունեն, որպեսզի գան եւ այստեղ ուղիղ փաստարկով բանավեճի միջոցով փորձեն ապացուցեն, թե ինչով է խաղաղությունը վատ, որովհետեւ ի սկզբանե պարտված են, որովհետեւ ցանկացած մեկը, որ թուր է ճոճում խաղաղության դեմ, քաղաքականապես վախճանվում է հենց այդ պահին, որովհետև ցանկացած ժողովուրդ, ընդ որում դա միայն մեր մասին չի ինձ թվում է։ Յուրաքանչյուր ժողովուրդ ուզում է խաղաղություն, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ աշխարհի որևէ ծայրում
երբ որ դեմ է գնում խաղաղությանը, ինքը այդ պահին կնքում է սեփական մահկանացուն, եւ դրա համար ընդդիմությունը քաղաքականապես ըստ էության սնանկ ասելիք չունի, դրա համար մենք նաեւ քիչ առաջ տեսանք, որ վարման կարգի պատրվակով իրանք դալիճից ուղակի ճողոպրեցին, որպեսզի նույնիսկ այդ պահը, այդ մի քանի վայրկյանը դալիճից թողել հեռանալու, բան չլինի, որովհետեւ հոգեբանորեն դա իրենք էլ են հասկանում, որ ամոթալի է ուղակի։ Սա է իրանց ընդհանուր ուրեմն բանը, պահվածքը։ Ունեք արձագանք, պարոն Դանիելյան։ Արձագանքեցիք, Դավիթ Կարապետյան։ Շնորհակալություն պարոն Կոնջորյան աշխատանքի համար ձեր կատարած, իսկապես օգոստոսի 8-ի պայմանավորվածությունը շատ կարևոր է եւ արժանի է ազգային ժողովի պատմական արխիվում իր տեղը ունենալու եւ այդ առումով ուզում եմ նաեւ ձեր շնորհակալություն հայտնել նախաձեռնության համար, քանի որ այդ հայտարարությամբ իսկապես Հայաստանի անվտանգությունը եւ սուվերենիտետը նոր մակարդակ է բարձրացվում եւ նաեւ շատ կարեւոր է այստեղ ընդգծել ԱՄՆ-ի դերը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի անձնական ջանքերը։ Այդուհանդերձ կուզենայի ձեր գնահատականը լսել, այսօր մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը զուգահեռներ անցկացրեց Դոնալդ Տրամփի մեջբերման, որտեղ նա միջանցք ձևակերպում է տալիս եւ ԵԽԽՎ-ում բրիտանացի падգամավորի Զանգեզուրի միջանց ձևակերպում, որը վարչապետը բավականին տեղին եւ կոպիտ արձագանք տվեց եւ հարցը մոտավորապես հնչում է այսպես, ինչի նմանատիպ վերաբերմունք չի արժանացել նաեւ Դոնալդ Տրամփը։ Ես կուզենայի ձեր արձագանքը այս հարցի վերաբերյալ, որովհետեւ այստեղ շատ հստակ տեսանելի է նաեւ այսօրվա պահվածքը մեր ընդդիմադիր գործընկերների, որ խաղաղության հետ կապված ցանկացած քննարկման դեմ են ըստ էության եւ նաեւ այս զուգահեռները անցկացնելով արդյոք այլ օտար շահեր չեն փորձում սպասարկել եւ որն է ձեր գնահատականը այս հարցում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ուրեմն այսպես կոչված միջանցքի թեման վերջնականապես փակվել է Վաշինգտոնյան հռչակագրից հետո։ Եվ Վաշինգտոնյան հռչակագրի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի տարածքում ստեղծվելու է Դոնալդ Թրամփի անունով ճանապարհ։ Trump Route for International Peace and Prosperity, TRIP, Տրամփի ուղի, TRIP ուղի։ Այսինքն սա մի ճանապարհ եւ նշվում է հստակ, որ դրանից առաջ նախորդող կետում նշվում է, որ կոմունիկացիաները ապաշրջափակվելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության սահմաններում, հետո փոխադարձ առավելություններով նույն փաստաթղթի մեջ կարևորվում է սահմանների անկախտելիության փաստը, այսինքն ամբողջությամբ, այսպես երկաթ բետոնյա մի հատ բան է դրվում այն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության տեսանկյունից։ Մենք ունենք հիմա մի փաստաթուղթ, ստորագրված Սպիտակ տանը, եւ այդ փաստաթղթի ներքո նաեւ դրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը, համաձայն որի մենք արձանագրել եւ ցեմենտել ենք այն հին սկզբունքը, որով որ մենք պաշտպանելու ենք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ այլն։ Սրանից ավելի կարեւոր կռվան չկա։ Համեցեք։ Շնորհակալություն պարոն Կոնջորյան, կուզենայի նաեւ ավելացնել, որ ԵԽՎ-ում բրիտանացի падգամավոր Սր Էդվարդ Լեյը մի հոդված կարդացի իր հանրային գործունեության վերաբերյալ, որտեղ հստակ օրինակներով առանձնացրած էր իր վերաբերմունքը հայկական հարցերի վերաբերյալ եւ նաեւ ադրբեջանական, որտեղ հստակ երևում է, որ տվյալ անձնավորությունը ավելի շատ հայկական շահերի պաշտպանության դրսևորումներ է ունեցել, քան Ադրբեջան, որում Ադրբեջանին դեմ երբեմն խոսացել է եւ այստեղից կարելի է անել հետեւություններ, որ այդ ձևակերպումը շատ մեծ հավանականությամբ մեր խորհրդարանական կամ արտախորհրդական ընդդիմության կողմից է հասցեագրվել падգամավորին, սա ուղղակի մեջբերում։ Շնորհակալություն, ես ուզում եմ ամփոփելով ասել, որ մեր դիրքորոշումները հիմնված են լեգիտիմության վրա։ Իսկ լեգիտիմ են այն խոսույթ, այն եզրույթները, այն բառերը, այն խոսույթը, որի տակ որ դրված է Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի ստորագրությունները։ Դա է լեգիտիմը։ Եվ այդ ստորագրությունների ներքո դրված է Թրամփի ուղին, դրված է 5 սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անկախտելիություն, եւ մեր
դիրքորոշումները հիմնված են լինելու այս լեգիտիմության հիման վրա պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետության պետական շահը։ Եվ գիտեք ինչ, մենք պիտի նաև որպես հանրություն իմունիտետ ունենանք տարատեսակ տեղերից տարբեր մարդկանց շուրթերով հնչող ամենատարբեր խոսույթներին եւ ամեն մի բառից բառակապակցությունից հետո ցնցումների մեջ չընկնենք, որովհետեւ պարզ է, չէ՞ որ խաղաղությունը կառուցելը բարդ գործ է։ Եվ եթե մենք ամեն անգամ, ամեն մի սադրանքից գլուխներս այսպես գլխապատառ փարխնենք, ասենք, վայ, այս ինչ եղավ, աշխարհը փուլ է գալիս, մեր փոխարեն ով է այդ խաղաղությունը կառուցելու։ Ընդդիմության շահը հենց դա է, որ մարդկանց գցի ցնցումների մեջ, մարդկանց պահի վախերի մեջ, բայց մենք որպես պետություն, որպես կառավարող մեծամասնություն, մեր ժողովրդի հետ միասին պիտի կարողանանք հանգիստ նյարդերով, հիմնվելով լեգիտիմության վրա, պաշտպանենք եւ զարգացնենք խաղաղությունը եւ ես վստահ եմ, որ մենք դա անելու ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այժմ գրանցում ելույթների համար։ Արթուր Հովհաննիսյան, համեցեք։ Սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, օգոստոսի 8-ին շրջադարձային ես կարող եմ ասել, որ դրանից մի ամիս առաջ միգուցե անհավատալի ձեռքբերումներ են ունեցել Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը, եւ մենք անկախությունից ի վեր հնարավորություն ունենք, փաստաթղթավորված գործնական հնարավորություն ունենք ապաշրջափակվելու, լինելու ապաշրջափակված քաղաքականապես, տնտեսապես, ինչու՞ չէ նաև ռազմական առումով։ Եվ այս ուրեմն հայտարարությունը, որը մենք քննարկում ենք, եւ այն փաստաթղթերը, որը որ ստորագրվել են, այն մասին է, թե ինչպիսին մենք պետք է լինենք որպես պետություն, եւ այն մասին է, թե ինչպիսին ենք մենք դրանից առաջ, ինչպիսին չենք մենք դրանից առաջ։ Հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները, բաց սահմանները ել ավելի են ուժեղացնելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը, տնտեսությունը եւ բնականաբար նաեւ իրավակարգերը։ Եվ հենց դրա դեմ են ըստ էության պայքարում տխրահռչակ ուժերը, որոնք ըստ էության այսօր, ինչպես արդեն արձանագրեցինք, պահը օգտագործեցին եւ փախան դահլիճից, որ ներկա չգտնվեն Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն այս փաստաթղթերի վերաբերյալ հայտարարության տեքստի քննարկմանը եւ դրա ընդունմանը։ Այս ուժերը այո պայքարում են ազատ եւ ժողովրդավար Հայաստանի Հանրապետության դեմ։ Բայց նրանք երևի թե չգիտեն, որ այդ պայքարում ի սկզբանե ջախջախված են։ Սիրելի հայրենակիցներ, մենք պատմական ձեռքբերումներ ունենք եւ ամրացնելու ենք այդ ձեռքբերումները, ամրացնելու ենք խաղաղությունը եւ միասին կառուցելու ենք ազատ ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե ժողովրդի պետությունը։ Շնորհակալ եմ։ Օվիկ Աղազարյան, հաջորդ ելույթի համար համեցեք։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, խաղաղությունը լավ բան է, իհարկե։ Եվ ես չգիտեմ աշխարհում որևէ մեկը, որ դեմ լինի խաղաղությանը։ Եվ նույնիսկ Հիտլերը նացիստական Գերմանիայի ղեկավար եղած ժամանակ ձգտում էր խաղաղության։ Ինքը ուզում էր հրեաներին ոչնչացնել, Եվրոպայում 2 միլիոն մարդ կոտորել, բոլշևիկներին ոչնչացնել եւ հաստատել խաղաղություն։ Ուրեմն ես չեմ կարծում, որ աշխարհում գոյությունի որևէ ստահակ, որ կարծում է, թե Հայաստանի համար խաղաղության ձգտելը կասկածի ենթարկի մեր պետության կողմից, մեր ժողովրդի կողմից, մեր իշխանության կողմից խաղաղության ձգտելը։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյությունի որևէ ստահակ, որ հակառակն է մտածում, որ հայ ժողովրդի համար եւ հայոց պետականության համար դա շատ կարեւորագույն իրողություն է։ Հիմա Վաշինգտոնյան փաստաթղթերը փաստորեն դրանք շատ կարևոր փաստաթղթեր են, շատ կարևոր այսպես կոչված ստորագրություններ են տեղի ունեցել, բայց դեպքերի այս կամ այն զարգացման դեպքում
այո, մենք կարող ենք ունենալ շատ լավ արդյունքներ եւ մենք կարող ենք ունենալ շատ վատ արդյունքներ։ Ես ընդհանուր առմամբ հիմա պարոն Կոնջարյան, դուք պատասխանեցիք իմ հարցին, բայց բոլոր դեպքերում ոչ միայն ձեր պատասխանից, այլ ընդհանրապես ես երբ փնտրում եի պատասխան գտնել այդ հարցին, երբ որ մենք տրամադրում ենք անխոչնդոտ ճանապարհ մեր պետական տարածքի վրա։ Դրա փոխադարձ առավելությունը, օրինակ, եթե մենք ստանայինք նույն բանը Երասավանից Մեղրի գնալու իմաստով, ես կհասկանայի, որ դա փոխադարձ առավելություն է։ Հակառակ դեպքում չեմ հասկանում։ Դրա համար եմ ասում, միգուցե փոխադարձ առավելությունները վերաբերվում են հետագա մեր, այսպես կոչված, բանակցություններով ձեռք բերվելիք դրսևորումներին։ Շնորհակալություն։ Էդվարդ Աղաջանյան, Հաջորդ ելույթի համար։ Բայց պարոն Աղազարյան, փոխադարձությունը հենց դա է։ Փոխադարձություն նշանակում է ինչ որ ստացվում է այնտեղ, նաև ստացվում է Հայաստան, այդ ձեր նշած ճանապարհի վերաբերյալ։ Իսկ փոխադարձություն դա է նշանակում։ Բառացի գրածա փոխադարձություն։ Համեցեք, պարոն Աղաջան։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ տեղի ունեցավ մի շատ տարօրինակ բան, մենք իհարկե սովոր ենք, որ ընդդիմությունը հաճախ փախչում է այս դահլիճից, բայց այս անգամ դա տեղի ունեցավ ծույլ դպրոցականի դասից փախնելու ինչ-որ ոճով, երբ վերջինս ինչ-որ պատրվակ է փնտրում դասարանից դուրս է գալու ու հետ չի գալիս, սա բառացի տեղի ունեցավ մոտ սրանից մի 20 րոպե առաջ, եւ այս առումով ընդդիմությունը չի դադարում զարմացնել իր ծաղրախաղերով եւ ցնդաբանություններով, իսկ առհասարակ բուն նախագծի էության անդրադառնալով եւ դա կապելով ընդդիմության դահլիճից փախուստի հետ, ես կուզեմ ասել հետեւյալը, եւ այստեղ հարգելի գործընկերներ եւ սիրելի հայրենակիցներ, որևէ չափազանցություն կամ սուբյեկտիվ գնահատական կամ էմոցիոնալ գնահատական ամենևին չկա եւ սա իհարկե զավեշտ է։ Ես ուզում եմ բոլորս ուշադրություն դարձնենք հետեւյալ հանգամանքի վրա, որ ըստ էության մեր այսօրվա ընդդիմության ապագան, քաղաքական ապագան եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ապագան, պետականության ապագան ունեն իրար հետ բացասական կոռելյացիա։ Այսինքն, այն պարագայում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կլինի անկախ ուժեղ պետականությամբ երկիր, այդ պայմաններում այս ընդդիմությունը որևէ քաղաքական ապագա չունի, ինչը նշանակում է, որ այս մարդիկ այդ օմենին սպասող եւ օմենը գուժող քաղաքական ուժ են, վախճանաբանության քարոզող ուժ են եւ այստեղ որևէ սուբյեկտիվ գնահատական չկա, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ սրա վրա նաեւ մեր ընդդիմությունը ուշադրություն դարձնի, որովհետեւ փաստացի իրենց ապագան միայն հնարավոր է կործանված Հայաստանի Հանրապետության պարագայում, ինչը մենք բնականաբար թույլ չենք տա։ Շնորհակալություն։ Եղան Նազարյան, Հաջորդ ելույթի համար համեցեք։ Այն, որ մենք տարօրինակ ազգ ենք, տվաղուց հայտնի է։ Ես չեմ տեսել մի ազգ, որ այսքան բուռն քննարկի խաղաղություն է ուզում, թե չէ, գոհ է խաղաղությունից, թե չէ։ Ես 2 րոպեանոց ելույթում իմ մոտեցումը այս հարցում չեմ կարող շարադրել, բայց ես բոլոր նրանց եմ դիմում, ովքեր շուտ անուն են դնում խաղաղությանը, ինչ-որ կերպ ուզում են մարդկանց մոտ ներշնչել, որ սա խաղաղություն չի, ես ասեմ, իսկ դուք հեչ եղել եք բանակում երեխա ունեցող ծնող քեռի, հորեղբայր, հորքուր, որոնք ամեն անգամ կես մարդ չէ, զորամոժ մեկ մարդ էին դառնում, երբ որ իրենց երեխան 15 օրով պետք է մարտական հերթապահության լիներ կամ 3 շաբաթով։ Այդ օրերը ինչպես է անցնում այդ ծնողի համար, ինչ է լինում։ Ես չեմ խոսում դեռ պատերազմի մասին, մարտական գործողությունների մասին։ Ես խոսում եմ այն
խաղաղության օրերի մասին, որ ասում ենք դե խաղաղություն է եղել այսքան տարի, այդ մարդկանց հոգեվիճակը, առողջությունը, բա ձեր կարծիքով այսքան շատ ուռուցքային հիվանդություններ, սիրտանոթային հիվանդություններ որտեղից են։ Հենց այդտեղից են։ Հիմա անուն եք դնում, ասում եք մի քիչ ոնց որ չենք ուզում, մեզ նվաստացնում այս խաղաղությունը։ Ի՞նչն է նվաստացնում։ Ի՞նչն է նվաստացնում, որ սահմանում, հենց անմիջապես սահմանում գտնվող գյուղի բնակիչը արդեն տուն է սարքում, մտածում է ֆերմերային տնտեսություն հիմնելու մասին, ինչի մասին եք խոսում։ Մի քանի առաջարկ ունեմ, որ հայտարարությունը ավելի լավը լինի, հիմա կներկայացնեմ։ Շնորհակալություն։ Պարոն Ազարյան, ընդհանրապես ուզում եմ ասել, հարգելով ձեր առաջարկը եւ ընդհանրապես մասնակցությունը եւ իհարկե համամիտ լինելով ձեր ելույթի հետ, ուզում եմ ասել, որ երկրորդ ընթերցում չի լինելու, զուտ տեխնիկապես հանրությունն էլ որպեսզի իմանա եւ մենք անմիջապես այս մտքերի փոխանակությունից հետո պիտի քվեարկենք։ Ցավում եմ, որ ավելի շուտ առաջարկները չեք ներկայացրել եւ մենք չենք կարողացել դիտարկել, բայց տեխնիկապես խնդրեմ, կարող եք առաջարկները փոխանցել, բայց հնարավոր չի լինելու տեքստի մեջ փոփոխություն անել։ Լուսինե Բաղդարյան, հաջորդ ելույթի համար համեցեք։ Հարգելի փոխխոսնակ, սիրելի գործընկերներ, իհարկե մի փոքր դժվար է հոգեբանորեն հավաքվել եւ պարոն Ազարյանի ելույթից հետո ելույթ ունենալ, այն էլ վերլուծելով ընդդիմության վարքագիծը, բայց պիտի փորձեմ։ Ինչի ենք մենք ականատես լինում վերջին շրջանում ամեն օր։ Այսինքն, մարդիկ գնում են եթերներում, մասնավոր զրույցներում, պախարակում են խաղաղության օրակարգը, օգոստոսի 8-ի փաստաթուղթը, անընդհատ մարդկանց պահում են վախի մթնոլորտում, կասկածներ են գցում մարդկանց սրտերում եւ ընդհանուր առմամբ երկրում մթնոլորտը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել։ Մենք առաջարկում ենք, տալիս ենք հնարավորություն, սա բացառիկ հնարավորություններ ընդդիմության համար խաղաղության օրակարգը այստեղ քննարկելու, քննադատելու, բայց փոխարենը նրանք այստեղ դա չեն անում, որովհետեւ հեշտ է մեջքի ետևից խոսել, հեշտ է զոհի կարգավիճակում այսպես ներկայանալ ամբողջ աշխարհին, բայց այստեղ քննարկել, բանավիճել, որովհետև վտանգ կա, որ հանկարծ իրենք կարող են իրենց կարծիքը փոխել, բայց թող այստեղ գային եւ ասեին օգոստոսի 8-ից հրաժարվեք, նոյեմբերի 9-ը բերեք մեջտեղ, ինչպես որ ամեն օր անում է մեր ընդդիմությունը եթերներում։ Բայց դրա փոխարեն ինչ է արել ընդդիմությունը, գնացել է եւ հայտարարություն է տարածել, որտեղ ասում է, որ այս այսօրվա հայտարարությունը չի համապատասխանում իրավական, քաղաքական Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին եւ վերջում ասում է, որ սա հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Սա ինձ բժշկական տերմիններով ասեմ, հիշեցնում է, չգիտեմ լսել եք թե չէ, Մյունհաուզենի համախտանիշ, սինդրոմ Մյունհաուզեն։ Հիմա ասեմ ինչ է դա, ալեգորիկ կերպով։ Մյունհաուզենի համախտանիշը կամ արհեստական կեղծ խանգարումը, սիմուլյացիոն խանգարում է, որի ժամանակ մարդը ձևացնում է, չափազանցնում է կամ առաջացնում է իր մոտ հիվանդության արհեստական ախտանշաններ, կներեք ավարտում եմ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության, բուժման, հոսպիտալացման կամ վիրաբուժական միջամտության։ Այսպիսի սիմուլյացիոն դրսևորման պատճառը ամբողջովին բացահայտված չէ, բայց կարծում եմ, որ ուշադրության կարիք է, որը չի բավարարում եւ դրա համար մարդիկ անդադ փորձում են հիվանդ ձևանալ կամ հիվանդ լինեն իրենց երեխաները, հարազատները, որ բուժվեն։ Եվ հետաքրքիր մի դրվագով եզրափակեմ Մյունհաուզենի համախտանիշով հիվանդների մասին, որպես կանոն, իրենք հերքում են իրենց ախտանիշների արհեստականությունը, նույնիսկ եթե նրանց ներկայացնում են սիմուլյացիաների ապացույցներ եւ սովորաբար երբ որ այդ ուշադրությունը, որը պահանջում են իրենց չես տալի կամ չես ասում, որ այո, դու հիվանդ ես խեղճ մարդ, նրանք դառնում են ագրեսիվ, բռնկուն եւ անընդհատ հարուցում են վեճեր։ Թերևս այսքանը, շնորհակալություն։ Քրիստինե Պողոսյան, հաջորդ ելույթի համար համեցեք ընտրում։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, իմ պատկերացմամբ պետությունները զարգացման երկու ճանապարհ ունեն, նույնիսկ այստեղ իմ կարծիքով երրորդ ճանապարհ գոյություն չունի։ Նրանք հարստանալու, մեծանալու, ուժեղանալու երկու ճանապարհ ունեն։ Առաջինը հումանիստական, մարդկային, դա խաղաղություն, հարևանների, այլ գործընկերների հետ հարաբերություններ, փոխգործակցություն, առևտուր,
աճել, հարստանալ։ Եվ երկրորդը հակամարտկային պատերազմներ, ավերություններ, անմեղ մարդկանց կյանքերից զոհել եւ դրա հաշվին հարստանալ եւ մեծանալ։ Իմ խորին համոզմամբ ցանկացած քաղաքական ուժ ես պահանջում եմ, որ մինչև 26 թվականը հստակ դիրքորոշում հայտնի եւ ասի իր պետության քաղաքացիներին, ինքը այս երկու ճանապարհից որն է ընտրում եւ որով է պատրաստվում տանել այդ երկրի քաղաքացիներին։ Նրանք պարտավոր են, ես պահանջում եմ, պարտավոր են դա անել, որովհետեւ ամեն երկրի ժողովուրդ պիտի իմանա այդ քաղաքական ուժը, ում ինքը պատրաստվում է ընտրել, ինչ ճանապարհով է իրեն տանելու։ Եվ այս մեկ ամսվա ընթացքում ընդդիմադիր գործընկերներից բարբերաբար լսում եմ այդ արտահայտությունը, մի տեսակ հոխորտանքով, ոնց թե դուք ուզում եք թշնամիների հետ խաղաղություն կնքել, ուրեմն մի շատ վատ, ցավոք վատ լուր ունեմ գործընկերների համար, խաղաղությունը կնքում են միայն թշնամիների հետ, բարեկամների հետ խաղաղություն կնքելու կարիք չկա։ Շնորհակալություն։ Լիլիթ Մինասյան, հաջորդ երության համար համեցեք։ Շնորհակալություն, հարգարժան խոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, մինչև օգոստոսի 8-ը եւ նաեւ օգոստոսի 11-ին, երբ խաղաղության պայմանագիրը արդեն հրապարակվեց, ընդդիմության ամենակարևոր թեզը հանձնում են, տալիս են, Սյունիքը տվեցին, Միջանցքը տվեցին, այս թեզերի շուրջ է շրջանակվում։ Հրապարակվեցին տեքստը, մի պաթոսախեղտ արտահայտություն հորինեցին, նվաստացնում է մեր արժանապատվությունը։ Այդ պաթոսախեղտ հայտարարությունը դրեցին խաղաղության պայմանագրի եւ նաեւ հռչակագրերի գլխին եւ սկսեցին բոլոր եթերներով նվաստացնում է մեր արժանապատվությունը։ Բանական հարց ենք տալիս։ Պայմանագրի մեջ նշեք 1 կետ, հռչակագրի մեջ նշեք 1 կետ, մի դրույթ, մի բառ, որը դեմ է ՀՀ պետական շահին։ Գնացին մանեկան, բերում են 3 կետ, որոնք չկան այդ պայմանագրում։ Գերիների վերադարձ, Արցախահայության իրավունքների վերադարձի իրավունք, ԼՂ մշակութային ժառանգության պաշտպանություն։ Բնականաբար այս կետերի շուրջ երկար կարող ենք խոսել, որոնք չկան պայմանագրում, ասում ենք, բերեք պայմանագրում կամ հռչակագրում 1 կետ, որը դեմ է ՀՀ պետական շահին։ Չեն կարողանում բացատրել։ Մեկ թեզ են նաև տարածում, ով է դեմ խաղաղությանը, մենք երբեք դեմ չենք եղել խաղաղությանը, մենք էլ ենք ուզում խաղաղություն, մենք արժանապատիվ խաղաղություն ենք ուզում։ Ես ուզում եմ մտովի մի 5 տարի առաջ գնաք, խաղաղությունը իմիջիալոց բարեդրացական հարաբերությունների հաստատումն է հարևանների հետ։ Մի հոգի կարող էր հայ հասարակության մեջ պատերազմից առաջ խոսել բարեդրացական հարաբերությունների մասին։ Մի հոգի ամբողջ ներքաղաքական դիսկուրսը, ամբողջ հասարակական խոսույթը տարածում էր միայն թշնամանքի մասին։ Ինչի մասին է սա, որտեվ դուք կոնֆլիկտածին եք, դուք ողբերգության ծնունդն եք եւ ցավոք սրտի ձեր համար դուք կոնֆլիկտի ավարտից հետո մեռնելու եք քաղաքականապես։ Շնորհակալություն։ Սերգեյ Բագրատյան, հաջորդ երության համար համեցեք։ Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ամենախոսուն փաստը, որ այս փաստաթուղթը մենք քննարկում ենք եւ բացակայում է ընդդիմությունը, սա հենց ապացուցում է այն իրականության մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այլապես ընդդիմություն, որը ձգտում է իշխանության, բայց չի մասնակցում եւ չի ապացուցում, չի հիմնավորում իր ճշմարտացիությունը, դա հենց ապացուցում է այդ գաղափարի դատարկությունը։ Այլևս դատարկ է դահլիճը, որովհետև չկա այն համարժեք փաստարկը, որ ներկայացնում է իշխանությունը։ Ինչ ենք մենք ասում։ Մենք ասում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնագրում մենք մեր երազանքի, մեր տեսիլքի, հայրենիքի խաղաղությունն ենք կերտում։ Ընդդիմությունը փորձում է սերմանել ժողովրդի մեջ, որ դա կեղծ է եւ ոչ մի խաղաղություն չի լինելու։ Եվ որպես ապացույց բացակայում է այդ թեզի քննարկման առիթից։ Այսինքն բոլոր տրամաբանություններով պետք է ընդդիմությունը այսօր ապացուցեր, որ այո, օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը իրականություն չի։ Բայց իրենց բացակայությունը ապացուցում է իրենց փաստարկների բացակայության մասին։ Սա շատ խոսուն փաստ է։ Եվ հիմա մենք, որ մեր ժողովրդի հավաքական իմաստնությամբ այս համաձայնագրին
նաև ազգային ժողովի հաստատման խնդիրն ենք դրել, սրա նպատակը հենց այն է, որ դա մեր ժողովրդի իղձերի փաստաթուղթն է։ Մենք այո ցանկանում ենք եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստան պետությունը այլևս ապրի հավերժ խաղաղության մեջ։ Արդյոք սա հեշտ խնդիր է, իհարկե բարդագույն, դժվարագույն խնդիր է եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, ինչքան որ մեր բոլոր ջանքերը բավարար են։ Եվ այստեղ մենք պետք է մեր ժողովրդի հետ միասին այո հաղթահարենք այս բոլոր արգելքները եւ այս հայտարարության մեկ անգամ եւս վերահաստատենք մեր հանձնառությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիգրան Պարսինյան, հաջորդ ելույթի համար արգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ անմիջապես մտքերի փոխանակությունից հետո կհետևի եզրափակիչ ելույթը եւ քվեարկություն, խնդրում եմ շենքը չլքել եւ հնարավորինս վերադառնալ դահլիճ։ Համեցեք։ Իրականում մեր ընդդիմությունը կեղծ է նույնիսկ իր ցանկությունները արտահայտելու մեջ, որովհետեւ երբ որ ասում ես ով չի ուզում խաղաղություն, հետո գնում դրոշ ես վառում, դա ինձ հիշացնում է այն արտահայտությունը, որ ես դեմ եմ բռնությանը, որ բռնություն եմ տենում, ուզում եմ տեմ սենց տամ բերնին։ Հասկանում եք, այս մարդկանց բրենդը իրականում մի հատ X պահից դարձել է քինախնդրությունը, դրոշ վառելը ու չի կարա, չէ իրենց գոյությունը ընդհանրապես դառնում է իջիկ, հենց դրա համար էլ հիմա իրանք իրանց ոնց են պահում, բոլոր երիտասարդ եղել ենք կհիշենք կռիվների ժամանակ կային մարդիկ, որոնք տենց այդ թեժ կետից հեռանում էին ու հեռվից սկսում էին հայհոյել, գորգորալ, բայց անպայման պահում էին այդ անվտանգ տարածությունը, որպեսզի հանկարծ որևիցե վտանգի դեպքում կարողանան ճողոպրել։ Հիմա իրանց արածն էսա, որովհետև իրանց ձևակերպման բացասական իմաստով ճակատագրական, իսկ մեր ձևակերպման դրական իմաստով ճակատագրական բան է քննարկում եւ ստեղ չկա այդ մտքերի բախումը, որովհետև իրանք արդեն ձևակերպել են, որ պետությունը իրանց հետ ինչ կապ ունի։ Դե եթե պետությունը իրանց հետ ինչ կապ ունի, իհարկե ճակատագրական պահերին էլ իրանք պետք է հերվից հայտարարություններով տենց փորձեն ինչ-որ բան անեն, բայց ես ինչ էի ուզում ասեի, ինչքան էլ իրանք սենց բաներ անեն, մենք այսօրվա կարևորությունը պետք է չմոռանանք եւ այո, ես ուզում եմ փաստել, որ սա իմ երազանքներից մեկն էր, որ այս ամբիոնից մենք մի օր կխոսանք ոչ թե սպասվելիք, այլև հաստատված խաղաղության մասին եւ ես ուզում եմ նաեւ հատուկ շեշտել, որ մեր հայտարարության վերջի կետը այդ գիտեք ինչի է նման, երբ որ խաղաղություն, նոր ստեղծված խաղաղություն երեխայի պես բան է, երբ որ ծնվում է, ինքը խոցելի է, իրան պետքա փաղաքշել ու կան բժշկական ցուցումներ, զգուշավորություն, որ այդ երեխան ավելի ամրապնդվի առողջությամբ ու ավելի առողջ մեծանա։ Այ մեր 4-րդ կետում գրվածը բոլորին է վերաբերվում։ Հարգելիներս, այդեն ցուցումներն են բժշկական, որ պետք են խոցելի խաղաղությունը, որովհետև կան եւ ներքին հարձակումներ եւ կլինեն արտաքին հարձակումներ, այդ դեռ խոցելի երեխայի նկատմամբ պետք է հստակ պահել այս ցուցումները։ Շնորհակալ եմ։ Ալխազ Ղազարյան, հաջորդ ելույթի համար համեցեք։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Աներկբա է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը նորեջ են բացում Հայաստանի կայուն զարգացման ու անվտանգության համար։ Խաղաղություն եւ զարգացում։ Կարգախոս հիշեցնող այս արտահայտությունը ներկայացնում է փոխպայմանավորված գործընթաց։ Քանզի անցյալ տասնամյակների փորձը ցույց է տվել, որ առանց խաղաղության հնարավոր չէ ամբողջությամբ իրացնել սեփական պոտենցիալը եւ ապահովել կայուն եւ երկարաժամկետ զարգացում։ Սա այլևս աքսիոմետրիկ ճշմարտություն է։ Ինչպես նախկինում այս ամբիոնից առիթ եմ ունեցել նշել, խաղաղությունը Հայաստանում ունի թշնամիներ։ Կոնկրետ շրջանակներ իրենց արտաքին հովանավորներով լծված են խաղաղության այս գործընթացը վիժեցնելու եւ հետեւաբար Հայաստանի զարգացման հեռանկարները կասեցնելու գործին։ Պատահական չէ խաղաղության դեմ այս մարդկանց թշնամական վերաբերմունքները։ Տասնամյակ շարունակ շրջափակման մեջ գտնվել է։ Մշտական պատերազմական իրավիճակը նրանց համար իշխանությունը բռնազավթելու եւ ընտանեկան բիզնեսը զարգացնելու հիմնական միջոց են եղել։ Մոնոպոլիզացնելով տնտեսությունը եւ ան դարձնելով բացառապես կլանի մենաշնորհ եւ դրա վկայությունն է այս պահին այդ մարդկանց միլիարդավոր ապօրինի գույքն ու կապիտալը։ Մոնոպոլիզացվել է նաեւ քաղաքականությունը եւ ի վերջո ուզուրպացվել է նաեւ իշխանությունը քաղաքական։ Ուստի ակնհայտ է, որ վերջնական խաղաղությունը, ապա շրջափակումը, կոմունիկացիաների բացումը եւ արդյունքում Հայաստանի տնտեսական սրընթաց վերելքը այս շրջանակների համար նշանակում է կոշտ քաղաքական վայրեջք եւ վերջնական ջախջախում։
Սիրելի հայրենակիցներ, խաղաղությունը լոկ բառ չէ, որ կրկնում ենք։ Այն նոր միջավայր է, նոր հնարավորություն, նոր սոցիալ-հոգեբանություն, որին պետք է ադապտացվի ամեն ինչ, անհատ հասարակություն, պետություն մակարդակներում։ Եվ այս համատեքստում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջ է քաշում նոր եւ հավակնոտ օրակարգ, 3 փոխկապակցված եւ փոխլրացնող բաղադրիչներով։ Խաղաղության օրակարգ, իրական Հայաստանի գաղափարախոսություն եւ արդյունքում 4-րդ հանրապետություն։ Այս ամենի շնորհիվ է կառուցվելու Հայաստանի եւ նրա քաղաքացիների զարգացման հեռանկարները, անվտանգությունը եւ երջանկությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Սարգիս Խանդանյան, հաջորդ ելույթի համար համեցեք։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ընդունված է ասել, որ խաղաղությունը իրադարձություն չէ, խաղաղությունը գործընթաց է։ Օգոստոսի 8-ը այդ գործընթացի անկյունակարային իրադարձություններից մեկն էր։ Անկյունակարային, որովհետև դա կարևոր հանգրվան էր բանակցությունների համար եւ նաեւ մեկնարկային կետ խաղաղության գործընթացի հետագա փուլերի համար։ Եվ շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր քաղաքական մարմինը ըստ արժանվույն գնահատում է այդ իրադարձությունը եւ նաեւ կարծում եմ այս ամբիոնից կարևոր է ըստ արժանվույն գնահատել նաեւ այն մարդկանց, որոնք բանակցել Հայաստանի Հանրապետության անունից բանակցել եւ հասել են այս կարևոր հանգրվանին։ Մեր խնդիրն հիմա եւ նպատակը այդ գործընթացում այսպիսի իրադարձությունները շատացնելն է եւ հասցնել մի այնպիսի հանգրվանի, որ խաղաղության փաստը անշրջելի լինի, որովհետեւ որքան խաղաղության գործընթացը թափ է առնում, այնքան հայտնի ուժերը եւ նրանց լոկալ ներկայացուցիչները իդեմս մեր ընդդիմության փորձում են շրջադարձ կատարել, ստիպել շրջադարձ կատարել այդ ուղուց, խաղաղության գործընթացի այդ ուղուց։ Եվ որքան այդ գործընթացը թափ առնի եւ որքան իրադարձությունները շատանան, այնքան մեր ընդդիմությունը ավելի երկար ընդմիջումներ է վերցնելու քաղաքականությունից։ 20 րոպեանոց ընդմիջումները դառնալու են 20-օրյա ընդմիջումներ, 20-ամսյա ընդմիջումներ եւ վերջում մի հավերժական ընդմիջում է վերցնելու այս ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության հանրային քաղաքական կյանքից, որովհետեւ այս ընդդիմության քաղաքական գոյության սնուցող միակ նյութը դա կոնֆլիկտն է, հակամարտությունն է եւ այս process-ը անշրջելիորեն եւ վերջնականապես կտրելու է այդ պորտալարը քաղաքական դաշտից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Խաչատուր Սուքիասյան, համեցեք։ Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, ինձ մոտ այնպիսի մի կարծիք կա, ոնց որ մեր ընդդիմությունը այլ մոլորակայինն է լինեն, որտեղ աշխարհում այնպիսի ընթացք կա, լավ տեսնում ենք, թե տարածաշրջանում ինչ է կատարվում, համաշխարհային հարթակներում երկրների խնդիրները որոնք են, պատերազմական երկրներ, տնտեսական պայքար, տնտեսական խնդիրներ, այս ամեն ինչը չհասկանալով խաղաղությունը ինչ է, խաղաղությունը ամեն ինչի հիմքն է, խաղաղությունը նրա համար է, որպեսզի դու կարողանաս քո երկրում բարեկեցություն ապահովես, կարողանաս քո հասարակությանը արժանի կենցաղ ապահովես, արժանի կյանք ապահովես։ Հիմա մեզանից ինչ են ուզում։ Այդ երբ են այդ կուսակցությունները կարևորվել։ Կարևորվել են այն ժամանակ, երբ որ Հայաստանում վիճակը ծանր է եղել, մինչև անգամ սնունդ չի եղել, ավելի են կարևորվել, երբ որ պատերազմ է եղել, ավելի են կարևորվել, զբաղված են եղել անօրինական գործունեությամբ, անօրինական ինչ-որ հարցեր լուծելով։ Ես ուզում եմ ասել, որ մեր ընդդիմությունը այդ ուրիշ քաղաքացիների, որոնք որ մոլորված են կամ չգիտեմ ինչ-որ քարոզներ են անում, ես ուզում եմ դիմեմ մեր այդ քաղաքացիներին նույնպես խնդրեմ ասեմ Հայաստանի Հանրապետությունը զարգանալու է, բոլոր ինստիտուտները գործելու են, Հայաստանը հզոր բանակ է ունենալու միշտ բոլոր ժամանակներում, անվտանգ երկիր է լինելու,
բոլոր մեր կառույցները, ուղղակի ժամանակը չի բավականացնում, 7 տարին քիչ ա եղել, եւ ես կոչ եմ անում ոչ մի քաղաքական ավանտյուրաների մի տրվեք, ոչ մեկի մի լսեք, մենք շատ ուժեղ պետություն ենք ստեղծելով գնում ենք։ Եթե ուզում եք, եկեք մեզ միացեք, դուք էլ խորհուրդներ տվեք, դուք էլ մաս կազմեք ու այդ քաղաքացիները եթե խնդիր ունեն, թող մեր քաղաքական միավորից հարցնեն, թե մենք ուր ենք գնում, ինչ ձևով ենք մեր փոխհարաբերությունները ստեղծում։ Շնորհակալություն այսքան։ Շնորհակալություն Ալփինե Դավոյան հաջորդ ելույթի համար։ Հարգելի գործընկերներ, մենք 10 րոպե հետո ունենալու ենք քվեարկություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Այսօր քննարկում ենք մեծ հաշվով խաղաղության օրակարգը, որը շատ ու շատ գործընկերների համար խնդիր է։ Ես ուզում եմ մի հատ օրինակ բերել, ես ուզում եմ բերել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի օրինակը եւ երկու մեջբերում եմ ուզում անել։ 1946 թվականին, երբ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ խոսում էին եւ հացազրույցներ եւ ցուցմունքներ էին վերցնում, Գերման Գյորինգը նման մի արտահայտություն էր արել։ Ասում էր, որ պատերազմի ժամանակ, պատերազմ ուզելու համար պետք է միայն ասել, որ քեզ վրա հարձակվում են եւ միաժամանակ խաղաղության կողմնակիցներին հայրենասիրության պակասի մեջ մեղադրել։ Եվ հետո պնդել, որ խաղաղասերները վտանգում են երկիրը։ Հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Նույն բանը մեր ընդդիմադիրները անընդհատ մեզ մեղադրում են, որ մենք հայրենասեր չենք, մենք հայրենասիրության պակաս ունենք եւ մեր երկիրը վտանգում ենք։ Եվ ինչ էր ասում Գերմանիայի վերածնունդը ապահոված նրանց նախագահ Ադենաուերը։ Ինքն ասում էր, մենք ճանապարհ դեպի լավ ապագա կարող ենք գտնել միայն այն ժամանակ, երբ հաղթահարենք անցյալը։ Հիմա մեր գործընկերները մնացել են անցյալի ճիրաններում, որևէ կերպ չեն ուզում հաղթահարել անցյալը եւ այնտեղ իրենց շատ լավ են զգում, որովհետեւ անցյալում կարող են ամբողջ աշխարհին մեղադրել, խղճահարություն ակնացնել, դրոշ վառել եւ իրենց դրոշ վառելու քաղաքականությամբ, այս խղճահարություն ակնացնելու քաղաքականությամբ անընդհատ տոտպեդահարել խաղաղության օրակարգը։ Ընդհանրապես մենք պիտի ֆիքսենք, որ այս մարդիկ մեր ընդդիմադիրները չունեն ներկա եւ չունեն ապագա։ Շարունակում են ապրել անցյալում, իսկ մեր օրակարգը այսօր եւ հիմա խաղաղության օրակարգն է, ավարտում եմ, որը նրանց հաճո չէ, որը նրանց գործունեությանը խանգարում է եւ որը ընդհանրապես նրանց գոյությանը խանգարում է։ Շնորհակալություն։ Էմա Պալյան հաջորդ ելույթի համար համեցեք։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք այլևս այլ իրականության մեջ։ Եթե կար ժամանակ, որ մենք խոսում էինք, որ գալու է այնպիսի ժամանակ, որ ապրենք խաղաղ պայմաններում, ապա այսօր վստահորեն կարող ենք ասել, որ այդ օրը եկել է եւ մենք այո ապրում ենք խաղաղ Հայաստանում։ Դե բնականաբար սա ձեռնտու չէ մեր աջ կողմում նստած, իսկ այս պահին դալիճից փախուստի դիմաց ընդդիմությանը եւ բնականաբար ասելիք չունենալով որոշեցին ընդմիջում վերցնել եւ փախչել ազգային ժողովից։ Չեմ բացառում նաեւ, որ հաղորդագրություն կամ զանգ ստացան մեզ բռնապետության մեջ մեղադրող, բայց սեփական բռնապետ առաջնորդ ունեցող մեր գործընկերները զանգ ստանալուց հետո շատ արագ տեմպերով հեռացան։ Մենք օրեր շարունակ խոսում ենք Գյումրու համայնքապետի արտահայտած մտքերից, բայց մի բան մոռանում ենք, որ այդ մարդը ընդամենը մեր ունեցած, ինչպես երեք վարչապետը նշեց, գանձերի հավաքական կերպարն է։ Եվ բոլորի երազանքը, այո, ստրուկ լինելն է, հպատակ լինելն է եւ միութենական կազմի մեջ հայտնվելն է։ Ես ուզում եմ մեր սիրելի քաղաքացիներին խնդրել, հորդորել, որպիսի այս մարդկանց համապատասխան պահի տան արժանի գնահատական եւ
Վերջնականապես անվերադարձ սրանց ուղարկել քաղաքական աղբանոց։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի մենք այսօր հպարտորեն կանգնենք եւ բոլորս միասին արձանագրենք, որ այլևս ապրում ենք խաղաղ Հայաստանում եւ արդեն մոտ 2 տարի սահմանին չունենք զոհեր, վիրավորներ եւ միջադեպեր։ Շնորհակալ եմ։ Մարինա Ղազարյան, Համեցեք Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Հնարավոր է կրկնվենք, բայց ուզում եմ հիշեցնել, որ կրկնությունը գիտության մայրն է։ Օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո Հայաստանում խաղաղության հաստատման ուղղությամբ սկսվեց այո նոր փուլ։ Այսինքն, մեր իշխանության ուղերձը ժողովրդին այն մասին է, որ խաղաղության օրակարգը դարձել է առաջնահերթություն։ Կառավարությունը հայտարարեց, որ Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը պետք է ապահովեն ոչ թե պատերազմի միջոցով, այլ երկարատև խաղաղության միջոցով։ Օգոստոսի 8-ից հետո խաղաղության հաստատման սկիզբը Հայաստանում ընկալվում է որպես նոր քաղաքական եւ հասարակական էջի բացում։ Հայաստանում ձեռնարկվել են կոնկրետ քայլեր խաղաղության հաստատման համար։ Օրինակ, բանակցային գործընթացի ակտիվացում, միջազգային աջակցություն, տնտեսական ծրագրերի խաղաղության ամրապնդման համար, հասարակական միջավայրում խաղաղության գաղափարների շուրջ լայն քննարկումներ։ Այսինքն, օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո խաղաղության հաստատման գործընթացը ստացավ գործնական ընթացք։ Այն անցավ քննարկման փուլից դեպի համակարգված քայլեր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արման Եղոյան, դահլիճում չի, ես վարողի կարգով ելույթ կունենամ։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական գործընկերություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, առանձնահատուկ գործընկերություն ունի Ֆրանսիայի հետ, Ռուսաստանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռազմավարական գործընկերներ են, Չինաստանի հետ բոլորովին վերջերս կնքվեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր, Ճապոնիայի հետ, Հնդկաստանի հետ, Իրանի, Վրաստանի մեր հարևանների հետ ունի առանձնահատուկ հարաբերություններ, բոլորովին վերջերս Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ, որոնց հետ մենք անկախությունից ի վեր չունեինք դիվանագիտական հարաբերություններ, հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ եւ անխուսափելիորեն այս խաղաղության process-ը կբերի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, մեր անմիջական հարևանների հետ նույնպես դիվանագիտական հարաբերությունների կնքման եւ խաղաղության հաստատման, երկարատև կենսունակ խաղաղության, սա ինչ է, եթե ոչ կենսունակ պետության ճանապարհ, սա ինչ է, եթե ոչ երկխոսող, խաղաղ, ազատ եւ անկախ իր քաղաքացիների համար անվտանգության ամենաբարձր երաշխիքներ տվող պետության ճանապարհ։ Ես ընդհանրապես նշեցի զարգացումների մի փոքր մասը, բայց խաղաղության այս ճանապարհը ապահովելու է նաև գործարարների համար, քաղաքացիների համար կենսունակ միջավայր եւ արդեն իսկ ապահովում է եւ ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ եկեք պահենք, փայփայենք այն ինչ որ մենք ունենք եւ մեր բոլոր նաև աշխարհասփյուր հայությանը ես կոչ եմ անում ձեռներեցներին, քաղաքացիներին մեր հանրապետության գալ Հայաստան եւ իրենց գործունեությամբ ամրապնդել այն խաղաղությունը, անկախությունը, ինքնիշխանությունը եւ փոխադարձ հարգանքի վրա հենված հարաբերությունների զարգացումը, որը այս պահին մենք կառուցում ենք։ Շնորհակալություն։
Հարգելի գործընկերներ, այժմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ծայրահեղում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, նաև խնդրում եմ ժամանակը ավելացնել եզրափակիչ ելույթի համար եւ այսպեսով հարցի քննարկումը, որպեսզի ավարտենք, անցնենք քվեարկությանը։ Խնդրեմ, պարոն Կոնջորյան։ Շնորհակալություն, պարոն Աշոտյան, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ արձանագրել, որ հենց այսօրվա մեր քննարկման համատեքստում հաստատված խաղաղության ամրապնդման հերթական քայլերից մեկը այսօր եղել է եւ տեղի է ունեցել քիչ առաջ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ համաժողովի ընթացքում, որտեղ որ հանդիպել են Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահը, եւ ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ տարածված հաղորդագրության վրա, հատկապես հաղորդագրության հետեւյալ հատվածի վրա։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում TRIP նախագծի իրականացման առաջընթացը մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։ Կրկնում եմ, Հայաստանի տարածքում TRIP նախագծի իրականացման առաջընթացը։ Այսինքն, հերթական անգամ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը արձանագրում են հանդիպման արդյունքում, որ Հայաստանի տարածքում գոյություն ունի մեկ եւ միայն մեկ նախագիծ, դա TRIP նախագիծն է, այս կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ Ես հիմա ուզում եմ ուղղակի ասեմ, որ լավ կանի մեր ընդդիմությունը, այդ Միջանցքի գաղափարը ասենց վերցնի, ծալի եւ ուտի։ Դուք ինչ մտածեցիք, ժողովուրդ ջան։ Ուտի։ Որովհետև ուրիշ բան հնարավոր չի պարզապես, ժողովուրդ ջան, հերթը, այսինքն շատ կոնկրետ, այն մեր քննարկմանը եւ այդ ընթացքում, երբ որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հերթական անգամ արձանագրել են, որ Հայաստանի տարածքում կա TRIP, ուրա ընդդիմությունը չկա, վախճանված է, որովհետև ընդդիմությունը հենց խաղաղություն բառը լսում է, ճողոպրում է։ Ու ես ուզում եմ մի բան ֆիքսենք, ժողովուրդ։ Այս մարդիկ երկիր են կառավարել մի քանի տասնամյակ։ Այս մարդիկ իրանց բոլոր դաշտերը կռվի լքել են, բոլոր խրամատներից լքել, փախել են։ Դուք մեկ պատկերացրեք, էլի, խորհրդանական օրինակ դիվանագիտության մեջ ամեն անգամ այս մարդիկ գնացել են 20 տարի։ Ասենք ինչ որ ելույթ են ունեցել, մտել են դալիճ, ելույթ են ունեցել ու փախել են։ Ու իրանց վեճը չի եղել միջազգային հանրությունը, ինչ խոսած իրանց հետևից, աշխարհն ինչ ասեց։ Իրանք եկել են, ելույթը ունեցել են, փախել են, դա տեղադրել են հերթացույցով Հայաստանում, ժողովրդին համոզել են, որ всё աշխարհը մերն է։ Աշխարհը մերն է, ժողովուրդ ջան, հեսա սաղ չոքելու են մեր դիմացը, մենք հզոր ենք եւ այլն, բայց իրանք չեն եղել, ոնց որ հիմա չկան, գոյություն չունեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է խաղաղության շահառուն։ Խաղաղության շահառուն Հայաստանի քաղաքացիներ է։ Պատերազմի շահառուն ընդդիմությունն է։ Դրա համար որտեղ որ կա խաղաղություն, չկա ընդդիմություն։ Որտեղ որ կա պատերազմ, ընդդիմությունը ձեռները սենց բաներ շփելով գալիս է, որ տենա մեջը ինչ կարա աշխատի։ Եվ ընդդիմությունը նաև որ մեզ մեղադրում է, ասում է դիվանագիտությունը, դուք էսպես այնպես։ Ես ուզում եմ նաև այսօրվա համատեքստում այդ ուղղակի վիճակագրություն ասել։ Միայն 2021 թվականի, 25 թվականի հունվարից սկսած մինչև այսօր ներառյալ Հայաստանի Հանրապետության վարչապետը 21 միջազգային այց է ունեցել։ Եվ այդ այցերի աշխարհագրությունը միայն, որ մենք նշում ենք, Վաշինգտոն, Պեկին, Տոկիո, Մոսկվա, Բրյուսել, Փարիզ, Աբու Դաբի, Ստրասբուրգ, եւ այլն, այսինքն 21 միջազգային այց եւ որտեղ որ Հայաստանը իրականացնում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն, որ Հայաստանը այլևս սեղանի վրա դրված չի, Հայաստանը սեղանի շուրջ է եւ Հայաստանին հարգում են։ Եվ Հայաստանը առաջ է մղում սեփական պետական շահը, եւ այդ ճանապարհին իհարկե մենք լսում ենք ընդդիմության հոգեվարքի ձայները եւ բնականաբար այս իրենց դատար կաթոռները լավագույնս ապացուցում են ուրեմն իրենց քաղաքական գոյության, իսկ ավելի ճիշտ գոյության բացակայությունը։ Շնորհակալություն սիրելի գործընկերներ։ Շնորհակալություն նաեւ ձեզ, պարոն Կոնջորյան, նաեւ շնորհակալություն նախաձեռնողականության համար եւ այս նախագիծը նախաձեռնելու համար անձամբ ձեզ։ Հարգելի գործընկերներ, այժմ քվեարկության է դրվում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության
ներկայացրած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ ազգային ժողովի հայտարարության նախագիծը ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 64 դեմ 0 ձեռնպահ 2 որոշումն ընդունվել է։ Շնորհակալություն եւ բոլորիդ լավ օր եմ մաղթում, սիրելի հայրենակիցներ եւ հարգելի գործընկերներ։